Ամառային արձակուրդից առաջ Երևանի ավագանու ամփոփիչ նիստի բացմանը քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը նոր դատավոր ունի, որը մինչև այդ ավագանու անդամ էր։ Երևանի ավագանու հարգելի անդամներ, տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու Հանրապետություն խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները, նաև պարոն Զեյնալյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր, ինչի առիթով շնորհավորում ենք իրեն։ Ավագանու անդամի մանդատը տրվել է Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Ղշյանին։ Տիկին Ղշյան, շնորհավորում եմ ձեզ նույնպես։ Երևանի զարգացման ծրագրի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից ընդգծեցին, որ քաղաքացիների սպասարկման հոակն աշխատում է նախնադարյան տրամաբանությամբ։ Ի պատասխան Ավինյանը նշեց, թե երկուշաբթի կհայտարարեն նոր նախագծի մասին, որը կթեթևացնի քաղաքացիների հոգսը։ Մենք հայտարարելու ենք ես նախագծի մեկնարկի մասին, Yerevan Electronic Services նոր հարթակի մասին, որտեղ որ արդեն իսկ մենք գրեթե բոլոր ծառայությունները մեր թվայնացված դեռևս web ֆորմատով ունենալու ենք։ Ներկայացվող նախագծերի մասին ուշ տեղեկանալը շարժեց ընդդիմադիր պատգամավորների զայրույթը։ Նրանք նշեցին, որ շատ նախագծեր, որոնք ներկայացվում են իբրև նոր, կային դեռ նախկինում։ Փոխքաղաքապետը շեշտեց, իրենք չեն սեփականաշնորհում ուրիշի աշխատանքը։ Սաղ դուք եք արել, ես հավելվածը, որ երկուշաբթի կներկայացվի, էդ էլ եք դուք արել, GIS համակարգն էլ եք դուք արել, կամերաների դոստուպներն էլ եք դուք արել, սաղ դուք եք արել, պրծանք։ Նիստում ներկայացվեց մանկապարտեզների եւ այլ համայնքային գույքի օտարման գործող քննող հանձնախումբ ստեղծելու ծրագիրը, որը բուռն քննարկումների տեղիք տվեց։ Անհրաժեշտություն կա մեր հանրությանը լավ իրազեկել, ինչ է իրականում տեղի ունեցել, երբ է տեղի ունեցել, ում կողմից, ում համար, ինչ վնաս է կրել դրանից համայնքը, ինչ գույքային վնաս է կրել եւ ինչպիսի հերթեր են գոյացել։ Մայր Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Արշակ Սարգսյանը նախագիծը որակեց պոպուլիստական, համարելով, որ այն իշխող ուժերի նախընտրական քարոզարշավի մի մասն է։ Դուք եթե 2 տարի է քաղաքային իշխանություն եք, արդյոք մանկապարտեզների հետ կապված դրվագներ դուք չգիտեիք, դիմեիք դատախազություն, ամբողջ պետական ապարատը ձեզնով եք արել, դատական համակարգ, այնտեղ քննչական մարմին, դատախազություն, ինչի ասենք, ինչն է ձեզ հետաքրքիր, որ էմոցիոնալ բնույթի մանկապարտեզների ֆոն եք ուզում ստեղծեք 26 թվականի ընտրություններից առաջ։ Քաղաքապետը մանկապարտեզների հերթերին վերաբերող հարցին պատասխանելու փոխարեն խորհուրդ տվեց կարդալ ավագանու նիստերի կանոնագիրքը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից նշեցին, որ պետք չէ ցեղ շպրտել իրենց ուղղությամբ։ Կառավարությունը մեծ թվով լավ ծրագրեր է իրականացնում, այդ թվում բռնի տեղահանված արցախցիների համար, որոնց ընդունել են եղբայրաբար եւ օգնել ամեն հարցով։ Այս արտահայտությունները հունից հանեցին ավագանու անդամ Արմեն Քոչարյանին։ Որ ասում եք Արցախում, պարոն Լեոնյան, փուշ եք հանեմ մատից։ Այդ Արցախու տունը, տեղը, հողը, ստեղծածը, արածը հանձնել են։ Ձեր քաղաքական ղեկավարները լռեք թողեք խոսամ։ Հանձնել եք հիմա փուշ եք հանում։ Մայր Հայաստան խմբակցությունից հայտարարեցին, թե մանկապարտեզների օտարման հարցով քննող հանձնախմբի շրջանակում չեն պատրաստվում աշխատել հայ եկեղեցին եւ ազգային բարերարներին քարկոծող քաղաքական խմբի հետ։ Մերի Դանիելյան, Reopen Media։